ու խոսքը, որ այսօր ես ուզում եմ խոսեմ ձեր հետ, կիսվեմ ձեզ հետ այդ խոսքով, վերնագրել եմ քարերը դեն գցելու ժամանակ։ Գիտեք, ժողովող գրքի 3-5-ում մի այսպիսի խոսքեր կան գրած, 5-ից եմ կարդում, ասում է քարեր դեն գցելու ժամանակ ու քարերը ժողովելու ժամանակ կա։ Գիտեք, դեն գցելը ռուսերեն աստվածաշնչով նայեցի, գրված է разбросать, այսինքն թափել քեզանից, բայց թափելու համար պիտի ունենաս, չէ, որ թափես։ Երբ որ պատանի էի, Արկածային գրադարան շատ էի սիրում, ու Ջեք Լոնդոնն ուներ այդ ոսկի հավաքողների, այդ Ալյասկայի, այդ ոսկու տենդի մասին շատ վեպեր հետաքրքիր, ունդեղ մի հատ պատմություն կար ու այնքան նմանեցրի այս վիճակին, որ շատ ժամանակ մարդիկ չեն ուզում իրանց քարերը թափեն։ Գիտեք, ոսկի հավաքողը տարիներ շարունակ այդ ոսկիները հավաքել էր գետերից, լվացել էր, պարկերով լցրել էր կիլոներով ու ձմռանը բքին ուզում էր արդեն իջներ մայրցամաք, այսպես ասեմ, կյանք անելու։ Բայց այդ քարերը այնքան թանկ էին իր համար, որ ինքը ափսոսած այդ դրանք թափեր ու ինքը մնաց բքի տակ ու մահացավ։ Ու հետո ինչ-որ պատահական անցորդ գարուն եկավ տեսավ դիակ ու կողքը քարեր, վերցրեց ու գնաց։ Գիտեք, շատ ժամանակ մեր կյանքում քարեր են հավաքվում։ Ու այդ քարերը չեն թողնում, որ մենք բարձրանանք։ Այն օդապարիկներ բոլորը տեսել են, չէ՞։ Հիմա կառավարվում են, բայց առաջ քարերով էին իրանք կառավարվում, ու եթե ուզում էին ավելի վեր բարձրանային, իրանք բալաստներ ունեին իրանց կողքերից կախած։ Երբ որ այդ բալաստները ցած էին թողնում, իրանք ավելի էին բարձրանում։ Ու գիտեք, հոգևորում է կա, մենք քարեր ենք հավաքում մեր հոգու մեջ, ու շատ ժամանակ այդ մեր հավաքած քարերը չի թողնում, որ մենք վերև բարձրանանք։ Քարերը տարբեր են լինում։ Գիտեք, քարերը տարբեր են լինում։ Քարերը կարան լինեն մեր մանկության, մանկական վիրավորանքները։ Քարերը կարող են լինել մեր պատանեկան ընկերների կողմից չհասկանալու կամ ծաղրի ենթարկվելու է ցավը։ Քարը կարա լինի, երբ որ դու երազանքով ամուսնանում ես ու քո սպասումները չեն արդարանում ու մինչև նույնիսկ այդ մարդիկ, ովքեր քեզ ցավացրել են երկրի վրա չեն այլևս, բայց այդ քարերը դու պահում ես քո մեջ ու ասում ես իմ երիտասարդության օրերին ես երջանիկ չեղա։ Գիտեք, շատ են քարերը։ Քարերը նույնիսկ կարան եկեղեցում հավաքվեն։ Երբ որ դու դառնացած սրտով գալիս ես ու քեզ թվում է, որ քույրդ կամ եղբայրդ արժան ձևով չբարևեց, կամ տոնի մեջ ինչ-որ բան կար։ Գիտեք, կապ չունի որտեղից է գալի քարերը, կապ ունի մի բան, որ երբ որ այդ քարերը գալիս է, սկսում է քո դաշտը անպտուղ դարձնել։ Ես ապշած էի, երբ որ եկա Արագածավան ու հասկացա, որ այստեղ դաշտը պատրաստում են։ Ու երբ որ փետրվար ամսի կանայք գնում էին ուր քար հավաքի, ինչի գարունը պիտի դաշտը ցանենք։ Քարքարոտ դաշտում բան չի աճում։ Ու գիտեք, քարքարոտ հոգու մեջ էլ բան չի աճում։ Դրա համար ուզում եմ այսօր ձեր հետ
սրտից սիրտ կիսվել, թե բա որտեղից այդ քարերը ու ինչ պիտի անենք այդ քարերի հետ։ Գիտեք, հին ուխտը, որ կարդում ենք, հին ուխտում գրած է, որ մեղքի վարձքը դա մահն է, ու որպես կանոն մահապատիժը քարկոծելն էր։ Քարը շպրտելը դա ինչ որտեղ նաև քո արդար լինելու ու դիմացինի մեղավոր լինելու նշան է։ Բայց գիտեք, Հովհաննես 8:7-9 խոսքերում ուզում եմ կարդամ, այնտեղն է, որ մեղավոր կնոջը բերեցին Հիսուսի մոտ, Հիսուսը մի բան ասեց, բայց երբ պնդում էին իրանց հարցումը, որ նա վեր նայեց ու ասաց, ձեզանից ով է անմեղ, թող առաջինը նա գցի դրա վրա, եւ դարձյալ ցած նայելով գրում էր հողի վրա, սակայն նրանք այս լսելով մեկը մյուսի ետևից մեծից փոքր ելան գնացին, եւ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղում կանգնած կինը։ Գիտեք, Հիսուսն եկավ ու քարերի հետ կապված նոր բան սովորացրեց ժողովրդին։ Ասեց քարերը մի գցեք։ Քարերը մի գցեք, որովհետև առակաց 26-27-ում ասում է այդ քարերը հետո քեզ են վերադառնալու։ Որովհետև ուրիշ խոսքի մեջ էլ ասում է ինչ չափով չափես, այն չափով քեզ կչափվի։ Գիտեք, եթե ես այսօր կանգնած եմ, իսկ իմ քույրն ու եղբայրը ընկած է, դա ինձ իրավունք չի տալիս իրան ասելու, որ գիտես դու ընկած ես, որովհետև ես կանգնած եմ։ Որովհետև ժամանակ է գալու, որ ես եմ ընկած լինելու, ինքն է կանգնած լինելու։ Ու այն չափով, որ ես չափում եմ հիմա ընկածին, նույն չափով ինձ է չափվելու, երբ որ ես ընկած լինեմ։ Իսկ գիտեք, ցանկացած մարդ ընկնում է։ Աստծո խոսքն է ասում։ Ասում է, ով որ ասում է հաստատ կանգնած եմ, զգուշ եղի, որ եկել է ժամանակը։ Կամ ուրիշ խոսքի մեջ ասում է արդարը 7 անգամ կընկնի, 7 անգամ վեր կկենա։ Այսինքն մեր սխալվելու հավանականությունը հավասար է այն մարդունը, որ ընկել է, ոնց որ ինքն է ընկել, այնքան մենք ենք ընկնում։ Երբ որ մարդը սխալվել է, մարդը ընկել է, մարդը մեղքի մեջ է ընկել։ Գիտեք, նայում եք օծյալներին, տեսնում ենք Աստվածաշնչում մեղքի մեջ են ընկնում։ Այդ դեպքում եկեք ճիշտ կշեռքով կշռենք ամեն ինչը։ Ինչ են քարերը։ Քարերը դրանք ծանրություններ են, որ քո հոգևոր կյանքի արգելակն են։ Քարերից հրաժարվելը, քարերը դուրս շպրտելը, դա քեզ առաջ շարժվելու հնարավորություն է տալի։ Գիտեք, այս 2 օր առաջ էր մարդիկ էին եկել երեկոյան, տես նստած խոսում ենք ու մեկն ասում է, ես չեմ կարողանում Հիսուսին գրկեմ, որովհետև իմ ամբողջ գիրկը հոգս է։ Քար է իմ ամբողջ գիրկը, ասում է։ Ասում է, հոգս է, ես չեմ կարում ծառայեմ, ես չեմ կարում առաջ, ես ուզում եմ, բայց ես չեմ կարողանում։
Ու գիտես, գալիս է ժամանակը, որ դու ես որոշում ինչը թողնես, ինչը վերցնես։ Դու ես որոշում ու իրականում հավատացեք, երբ որ դուք հոգևորն եք ընտրում, Աստված օրհնում է քո ընտրած հոգևորը ու աշխարհի արդեն հոգսերը ավելի հեշտ ու թեթև են լինում։ Շատ ժամանակ մի ժամում ավելի շատ գործ ես անում, ասում ես որտից ինձ ուժ էսքան անելու, որովհետև 2-3 ժամ դու Տիրոջ տանն էիր։ Շատերը գիտեն, ոմանք չգիտեն, արագածավանում եմ ես այդ դեպքի հետ առնչվել։ Եղեռնի ժամանակ մի կնոջ, այդ կնոջ թորնուհին արագածավանցի է, ինքն է ինձ պատմել իր տատիկի պատմությունը, ամուսնուն իր տատիկի թուրքերը արդեն տարել էին ու 2 մանկահասակ երեխա ու մի մեծ ավետարան գրկած իրանք փախնում էին դեպի Հայաստան ու ասում են, երբ որ հրոսակախումբը ընկավ հետևներից իրանց տատիկը ընտրություն ա ունեցել այդ 2 իր աղջիկներին, փուճուր աղջիկներին գրկի փախնի, թե ավետարանը գցի, թե հակառակը ու ինքը ավետարանն ա ընտրում։ Ու գիտեք, իր երեխեքին թողնում է ավետարանը գրկած վազելով արագ սանցնում է։ Ու հետո երբ որ նորից ամուսնանում թորները անենում, իր այդ կորցրած երեխեքի անունն է դնում։ Ու այդ ավետարանը մինչև հիմա կա ու իմ համար դեք ֆենոմեն է մայրը Աստծո խոսքը իր երեխաներից բարձր դասի։ Իր գրկում լինի Աստծո խոսքը, թե իր գրկում լինի երեխաները, ինքը ընտրում է, որ իր գրկում լինի Աստծո խոսքը։ Զարմանալի պատմություններ, բայց այո, կան մարդիկ, որ գնում են ու մինչև վերջ են գնում ու չեն նայում իրանց կյանքի քարերին ու մնացած բաներին։ Գիտես, քարերը կարաս շպրտես։ Ոնց որ Կայենը շպրտեց իր եղբոր վրա։ Ես շպրտեց ու սպանեց։ Շատ ժամանակ հիմա դե ֆիզիկական քարերի մասին չենք խոսում, բայց հոգևորում նենց քարերի հարվածներ է ստանում, որ իրականում շատ դժվար է դրանից հետո ոտքի կանգնել։ Հին ուխտում, գիտեք, երբ որ ուզում էին մարդուն վերջնական, մարդու ունեցվածքը վերջնական ոչնչացնել, ասում է մարդու դաշտի մեջ հավաքվում էին ու քար էին լցնում։ Դաշտը քարով էին լցնում։ Ասում է դաշտը էլ բերք չէր տալի։ Գիտեք, երբ որ մենք քարերով ենք լցնում մեր դաշտը, երբ որ մենք հավաքում ենք ու չենք թափում դա, երբ որ մենք մտածում ենք, որ մենք ավելինին են արժանի, բայց մեզ անարժան ձևով վերաբերվեցին, սկսում է մեր դաշտի պտուղը քչանալ։ Ու էդի բերում է կատարյալ վերջնական անապատի։ Գիտեք, քարերը մենակ այդ մեղքերն ու ցավերը չեն։ Անհավանական բան է, բայց քարերը կարան լինեն նաև քո հոգևոր բարձր դիրքը։ Հիշում եք այն փարիսեցին, որ մտավ տաճար, բարձր դիրքից սկսեց քար գցել են մեղավորի վրա։ Ես եմ անում, ես եմ անում, տասանորդ եմ տալի, ծոմ եմ պահում։
ձեռներս եմ լվանում, մամաներն եմ, օրենքներն եմ պահում, չէ, սրա նման։ Ինչա դա քարչի։ Ես մի պատմություն լսեցի, մի աղջիկա մի տղա էր մոտեցել, ոնց որ ընկերություն անելու առաջարկություն էր արել, բայց նշել էր, որ ես ուշադրություն չեմ դարձնում նրան, որ ես ավելի հոգևոր եմ քեզանից։ Բայց ոչինչ, ողորմություն եմ արել, արի շփվենք, այդ աղջիկը միանշանակ հրաժարվել էր ու այդ տղան հլա կա։ Հա, իրա քարերը սրբության հավաքած կա։ Նեք տարատեսակ կարան լինեն, բայց նպատակը մի բան է, որ դու առաջ չշարժվես, որ դու չկարողանաս այդ թռիչքը ունենաս Տիրոջ մեջ։ Այն ինչ որ քո հոգին ծանրացնում է, այն ինչ որ քո հոգին դառնացնում է, այն որ քո այգին արդեն պտուղ պիտի տար, բայց այդ քարերը չեն թողնում, որ դու պտուղ բերես հոգևորում, գիտեք, Աստծո խոսքն ասում է, դրա թափելու ժամանակն է կա։ Թափելու երկու տեսակ, կամ շպրտում ես, ինչ որ մեկի վրա։ Կամ էլ Աստված ասում է ինչ անես։ Կամ էլ Աստված ասում է ինչ անես։ Երրորդ թագավորած 18 գլուխ 31 խոսքից եմ կարդալու։ Երկար ժամանակ Իսրայելում անձրև չէր եկել, կատարյալ սով էր։ Ու Աստված մի հետաքրքիր բան է ասում Եղիային։ Եվ Եղիան վերցրեց 12 քար ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էլ ասել նրան, թե Իսրայելը լինի քո անունը։ Եվ նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով, եւ զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որ 2 գրիվ սերմ կտաներ։ Եվ փայտերը շարեց, կտրատեց զվարակը, դրեց փայտերի վրա։ Եվ ասաց. 4 սափոր ջու լցրեք, ածեք ողջակեզի ու փայտի վրա։ Եվ ասաց. կրկին արեք, կրկին արեցին, եւ ասաց 3-րդ անգամ արեք, եւ 3-րդ անգամ արեցին։ Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, փոսն էլ լցվեց ջրերով։ Երակոյան զոհի ժամն էր, եւ Եղիա մարգարեն մոտեցավ ու ասեց. Ով Տեր Աբրահամի, Իսակի, Իսրայելի Աստված, թող այսօր իմացվի, որ դու ես Աստված Իսրայելի մեջ, եւ ես քո ծառան եմ, եւ քո խոսքն եմ արել այս բոլորը։ Պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու Տերը տես Աստվածը, եւ դու ես նրանց սրտերը ետ դարձնողը։ Եվ Տիրոջ կրակը իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը, փոսի մեջի ջուրն էլ լափեց, եւ ամբողջ ժողովուրդը տեսավ, որ վայր ընկան իրանց երեսի վրա ու ասեցին. Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը։ Հետաքրքիր բան կա։ Տիրոջ փառքը երևալուց առաջ Եղիան սկսեց քար հավաքել։ Ոչ մի զոհ գետնի վրա չէր դրվում։
զոհասեղանի վրա էր դրվում։ Իսկ զոհասեղանը շինվում էր քարերից։ Գիտեք, մենք կարող ենք այդ քարերը շպրտել մարդկանց վրա։ Բայց կարող ենք այդ քարերով զոհասեղան սարքել։ Ես մոտավորապես համեմատականներ եմ անցկացրել, որ քարերը էդի մեր ցավերն են, մեր այդ ամբողջ դառնությունն է, որ կուտակված է մեր ներսում։ Փայտը դա քո հոժարությունն է, որ դու հրաժարվում ես դրանից։ Ջուրը էդի քո արցունքներն են։ Զոհը հենց դու ես։ Ու կրակը այդ Աստծո հաճությունն է, որ իջնում է քո վրա։ Այն ինչ որի խոսում եմ, ես այս վերջերս անցել եմ դրանով։ Գիտեք, քարեր կար իմ ներսում, որ Աստված ասեց թող։ Դժվար էր։ Որոշում կայացրեցի ու որոշումից հետո գետի նման սենց արցունքներս գնում էր։ Երկար ժամանակ այդ պահի մասին չեմ խոսում։ Ու գիտեք, կանգնեցի, ասում եմ Աստված ջան, թողել եմ խեմ լացում։ Ասեց զոհը ջրելու ժամանակն է։ Մի պահ Իսակի զոհը պատկերացրեցի։ Այնքան հեշտ ենք ասում էդի։ Պապան տարավ երեխային մորթելու։ Գիտեք, ինքն էլ քարեր հավաքեց, ինքն էլ փայտ դրեց։ Ինքն էլ այն թանկը դրեց այդ զոհասեղանի վրա։ Բայց երբ որ Տիրոջ հաճությունն է գալիս այդ ամենի մեջ, չկա դրանից ավելի թանկ բան։ Երբ որ դու հասկանում ես, որ Աստված հաճում է քեզ, Աստծո դուրը գալիս է քո արածը։ Տարիներ առաջ Աստված խոսել էր իմ հետ։ Ու բաներ ասել էր, որ դառնաս այսքան տարեկան, դու բեմից խոսք ես խոսելու։ Ու երբ որ գար այդ ժամանակը մի 6 տարի հետոյվա մասին էր խոսքը։ Այդ 6 տարվա մեջ շատ դառը բաների մեջով անցա ու մարդ, ով շատ հարազատ էր իմ համար, ահավոր վիրավորել էր ինձ։ Ահավոր էր վիրավորել ինձ։ Ու ես որ ասեմ տարիով իրեն չէի զանգել, երևի քիչ կասեմ, գուցե մի քանի տարի չէի զանգել։ Ու եկավ այդ իր խոսմունքի տարին, որտեվ ինձ տարիք էր ասել էր այսքան տարեկան որ դառնաս։ Աշխատանքից թեքվում եմ մեր բակ, Սուրբ Հոգին ասում է զանգի իրան։ Գիտեք ինչ օր էր, ավագ հինգշաբթի։ Հաջորդ օրը ավագ ուրբաթ էր, ես պիտի գնայի եկեղեցի, հաղորդություն ընդունեինք, ես դեռ Երևանում էի։ Ու սենց որ գիտես, որ Աստված է, մեղմ ձայն մեջից ասում է զանգի։ Ես էլ իմ մեջ վերջնական որոշում էի կայացրել, որ եթե զանգեմ, նշանակում է ես եմ մեղավոր։
որտեվ այդ մարդը միշտ սովոր էր, որ միշտ ես եմ հաշտության քայլեր արել, որ այս անգամ է զանգեի, մտածել էր, տեսա՞ր։ Ինքն էր մեղավոր, որ զանգես, թե չէ ինչի պիտի զանգեր։ Կանգնել եմ լացում, ասում Աստված ջան, խի, դու գիտես, դու հո ամեն ինչ գիտես։ Ինչ ես ինձ ասում, որ զանգեմ այդ մարդուն ու նորից խոսքա գալի, զանգե այդ մարդուն։ Գիտեք, քարերը թափելու ժամանակն եկավ։ Հիմա մի ձեռով հավաքում եմ իր համար, քանի որ տարիներով չեմ զանգել, ինքը իմ ցուցակում երևի վերջի տեղներ ընկել։ Մյուս ձեռով խփում եմ այդ ձեռին, որ զանգում է։ Ասում եմ բարև, ապշեց։ Սենց մի պահ կանգնեց, բարև։ Ոնց ես, լավ եմ։ Գիտես, ասեցի, եթե այն խոսակցության մեջ, որ մենք վերջին անգամ խոսել ենք իրար հետ, քեզ ցավացրել եմ, ների ինձ։ Դու էլ ինձ ների։ Հաջող։ Այդքանը։ Ոչ սուրճի են գնացել իրար հետ, ոչ շոփինգի են գնացել, ընդամենը այդքանը։ Եկա հաջորդ օրը գնացի ծառայության, մի տղա ունեինք միսիոներ, շրջանում էր ծառայում, մոտեցավ ինձ, ասում է, գիտես, Աստված ասել է, որ քեզ հրավիրեմ ծառայության։ Ինքն է պատանեկանի պատասխանատուն էր այդ եկեղեցում, մտածեցի, պատանեկան, երիտասարդական, կհավաքվենք, կզրուցենք։ Պայմանավորվեցինք օր ժամ, շրջան պիտի գնենք։ Գնացել եմ շրջան, տեսնում եմ բեմ, կաֆեդրա, խաչ, միկրոֆոն։ Մեկ է Սուրբակին ասում է, ես քեզ ինչ էի խոստացել։ Գիտեք, ես այդ բեմը նկարել եմ։ Հավատացեք, սրանից փոքր դահլիճ էր, բայց հարցը ոչ փոքրության մեջ էր, ոչ այդ երեխեքի պատանի լինելու մեջ էր։ Հարցը նրա մեջ էր, որ երբ որ ես հաստատ գիտեմ, այդ պահին իմ մեջի քարերը ես ոչ թե շպրտեի իրա վրա, ընդհուպ պահեի իմ մեջ, ոչ առաջ էի գնալու, բայց երբ որ դրեցի ու ինձ էլ զոհասեղանին դրեցի, ես շատ հստակ գիտեմ, որ ես այսօր ստեղ չէի ելնի հաստատ, բայց պատիվը չէի ունենա։ Գիտեք, այդ ձեր ինքնասիրությունը, այդ ձեր թվացած բանը, պատվարժան լինելը, Տիրոջ կրակից թանկ չի։ Ես վերջում կոչ ենք անելու, որ կանգնենք ու գիտեք, այն քարերը, որ ունենք կուտակած, ու սպասում ենք ժամանակի շպրտելու նրա վրա, ում որ պատրաստել ենք, ում համար որ պատրաստել ենք, զոհասեղան դարձնենք։ Ամեն։ Զոհասեղան դարձնենք։ Եթե գիրկը դատարկ չլինի, Հիսուսին ամբողջությամբ չես կարող գրկես։ Ամեն։ Ամեն մի քարը քո գրկի մեջ քչացնում է Հիսուսի տեղը քո կյանքում։ Որովհետև մաման մի երեխուն գրկելու համար հաջորդին պիտի իջացնի, որ մյուսին գրկի։ Գիտեք, քարն ու Հիսուսը անհամատեղելի են։ Որովհետև կարդացինք, որտև ինչ չափով չափես, այն չափով կչափվի։ Միակ անձնավորությունը, որ ուներ օրինական իրավունք քար գցելու, դա Հիսուսն էր։ Բայց ասեց գնա ու էլ մի արա,
Այդ դեպքում եթե մենք Քրիստոսի աշակերտներն ենք, եթե մենք Քրիստոսի հետևողներն ենք, ինչի ենք ուզում պարգևներ ու լիքը բաներ, բայց ներվել, բայց ոչ ներել։ Չէ՞ որ ասում այն ինչ որ շպրտել ես հետա գալու քեզ։ Եթե որոշում կայացնենք, որ ոչ թե քարերը շպրտելու ենք մեզ ցավացնողների վրա, այլ դնելու ենք Հիսուսի ոտների տակ, գիտեք, այս երկի նման կհայտնվենք իրագրկում, իսկ ընդեղից ապահով տեղ այս աշխարհում չկա։ Որ խնդրեմ, քարերը գցելու ժամանակ կա ու քարերը հավաքելու ժամանակ կա։ Գիտեք, ինչքան ապրում ենք, քարերը հավաքվելու են։ Դա անդառնալի երևույթ է ամեն մեկիս համար։ Քարերը կարան չհավաքվեն, մենակ են ճգնավորների կյանքում, ովքեր մարդկանցից հեռու քարանձավներում մեկուսացած ապրում են։ Գիտեք, երբ որ հավաքվում են այդ քարերը, ես գիտեմ, որ ֆիզիկականում, երբ որ երիկամների մեջ քարեր են լինում, դրանք ահավոր ցավ են պատճառում մարդկանց։ Ու երբ որ ժամանակին մարդիկ դեղորայքով կամ բժշկական ինչ-որ միջոցներով այդ քարերը չեն հեռացնում իրանց օրգանիզմից, իրանք զրկվում են իրանց երիկամներից։ Եկեք չհասցնենք ամեն ինչը նրան, որ այն նեղվածությունը, այն հիասթափությունը, այն մեկը մյուսին չներելու, մեկը մյուսի վրա քար շպրտելու, այդ երևույթը բերի հասցնի նրան, որ դու մի օր պարզես, որ դու այլևս Տիրոջ տան մեջ չես։ Ավելի լավ է դու թողնես քո քարերը ու վազես դեպի Տերը, քան թե վերցնես այդ քո կյանքի հիասթափությունները, կյանքի ցավերը, միգուցե արդարացի, իրականում եմ ասում, միգուցե արդարացի, միգուցե դու իրականում ճիշտ ես եղել այդ իրավիճակում, ու քեզ անարդարացի են ցավացրել, անարդարացի են քարկոծել, անարդարացի են մեղադրել, ու այդ ցավը քեզ չի թողնում առաջ շարժվես։ Երկու ճանապարհ ունես, թողնես այդ քարերը, զոհանես, քեզ զոհանես, ասես Տեր, ես արդար էի, դու գիտես, որ ես արդար էի, բայց դու իմ համար ավելի կարևոր ես, քաստեն ցավը կամ ցավացնողը, որ
իմ դաշտը վնասել է։ Նորից եմ ասում, ցանկացած քար, երբ որ դու վերցնում ես, քո գրկում քչացնում է Հիսուսի տեղը։ Իսկ մեր նպատակը մի բան է, մեր ընթացքը կատարել, հավատքը պահել ու փառքի պսակը վերցնել։